Պարոն Հարությունյան, ինչքան կհասցնեմ։ Իմ առաջի հարցը սա է։ Համաձայն եք, որ եթե մենք ասում ենք կայուն մեծամասնություն, ուրեմն կա կայուն փոքրամասնություն, ճիշտ է։ Եվ եթե մենք հումանիստական մոտեցում ցուցաբերենք, օրինակ սահմանադրությունում նախ չի գրի կայուն մեծամասնություն կամ կայուն փոքրամասնություն, սահմանադրությունում օրինակ ես գրեի կայուն փոքրամասնության մասին թեզը, դա ավելի դեմոկրատական կլիներ, եթե թեզ կարելի է։ Հիմա տարբերակներից մեկում դուք ասում եք, որ 50+1-ի դեպքում մեծամասնությունը ստանում է բոնուս, բայց ոչ ավել, քան թե 2/3-ը։ Ճիշտ է։ Ասացեք, եթե հանկարծ նրանց ձայներն ասում են 2/3-ից, փոքրամասնությունը բոնուս է ստանում։ Սա եք ասել։ Ուզում ասել, որտեղից եք վերցրել 2/3 թիվը, եւ որքանով է այդ թիվը հարմարային բանի հետ, որ նոր սահմանադրությամբ օրգանական օրենքներ ընդունելու համար կամ սահմանադրական հոդվածները փոխելու համար, այն հոդվածները, որոնք թույլատրված է, բավական է 3/5 ձայնը։ 3/5-ը 60% է։ Որտեղից եք վերցրել 66.6% թիվը եւ ինչու եք վերցրել։ Միթե տրամաբանական է, որ մեծամասնությունը լինի այնքան, որ ցանկացած օրգանական օրենք ինքը անցկացնի առանց ընդդիմության մասնակցության։ Այսինքն, եթե նույնիսկ գնայինք այդ տրամաբանությամբ, մենք թույլ չպետք է տայինք, որպեսզի, այսպես ասած, մեծամասնությունը 59%-ից ավել լիներ ազգային ժողովում։ Երկրորդը, մի կարևոր հարց, հոդված 2-ով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում է միայն մշտական բնակչությունը։ Մշտական բնակչությունը հստակ գրված է։ Հոդված 2.1։ Մենք առաջարկել ենք, որ հանրապետական ընտրություններին նույնպես մասնակցի միայն մշտական բնակչությունը, իսկ մշտական բնակչությունից դուրս այն մարդիկ, որոնք անձնագիր ունեն, բայց հանրապետությունում չեն եղել, վերջին 1 տարվա ընթացքում ավելի քան 6 ամիս, ինչը հեշտությամբ ֆիքսում է բնակչության կադաստրը, ապա նրանք մտնեն լրացուցիչ ցուցակ եւ միայն ներկայանալու ու դիմում գրելու պարագայում ստանան քվեարկելու իրավունք։ Այս պարագայում ցուցակները ինքնստինքյան առաջի փուլով կմաքրվեին, ըստ որում ոչ ոք չէր տուժի։ Ինչու չեք ընդունել այդ առաջարկը։ Հաջորդը, այստեղ 19 հարց է, բայց ես ես հերթով տամ, ինչքան կհասցնենք։ Ինչու եք Գյումրի եւ Վանաձոր քաղաքներին զրկում քաղաքապետ ընտրելու իրավունքից։ Փոխանակ այս թեզը տարածեք նաեւ Երևանի վրա։ Չէ՞ որ երբ որ ընտրվում է քաղաքապետ եւ ավագանի, տեսեք, կարելի է, երբ որ ընտրվում է քաղաքապետ, ավականին էլ են պարլամենտը, որ պետք է զգի քաղաքապետի գործադիր գործունեությունը։ Եվ չի կարելի ավականու միջոցով քաղաքապետ ընտրել, դա սխալ է, դա վկայում է տեղական ինքնակառավարման իսպառ բացակայության մասին։ Կարելի է արդյոք օգտագործել կայուն փոքրամասնություն հասկացությունը, միգուցե կարելի է, սահմանադրությունը օգտագործել է կայուն մեծամասնություն, կարծում եմ այդ հարցը ավելի շատ հռետորական հարց էր։ Երկրորդ հարցը, ինչու այնուամենայնիվ փոքրամասնության բոնուսը տրամադրվում է, որպեսզի փոքրամասնությունը հատի 1/3-ը, որովհետև գաղափարախոսությունը սահմանադրության մեջ այլ է։ Երբ խոսում ենք օրգանական օրենքների մասին, մենք ասում ենք այն պետք է լինի ավելի մեծ անցողիկ շեմ ունեցող մի պահանջ, որը ցույց է տալիս, որ խորհրդարանում ոչ թե զուտ քվեարկությանը մասնակիցների մեծամասնությունն է կողմ, այլ որին ընդհանուր պատգամավորների ընդհանուր թվի 60%-ը առնվազն կողմ է։ Իսկ փոքրամասնության մասին խոսելիս մենք խոսում ենք լրիվ այլ գաղափարի մասին։ Փոքրամասնության իրավունքների մեջ չեն մտնում օրգանական օրենքները։ Օրգանական օրենքները ընդհանրապես ասում են ավելի մեծ հենարան լինի քաղաքական։ Փոքրամասնության բaragայում մենք խոսում ենք հակակշիռների եւ զսպումների մասին, եւ հակակշիռների եւ զսպումների հիմնական մեխանիզմները, որոնք ամրագրված են սահմանադրությամբ, խոսում են պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ի մասին։ Դրանով պայմանավորված է հենց 66 ու 67-ը պայմանական ասենք տոկոսը։ Ինչու դիմի պարագայում մենք ասում ենք մշտական բնակիչները, իսկ երբ խոսքը վերաբերում է հանրապետական ընտրություններին, մենք դրա մասին չենք խոսում։
Ինչ է մշտական բնակիչ ըստ այս օրենսդրության։ Դա անձ է, որը հաշվառվել է տվյալ համայնքում որպես բնակիչ։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր համայնքում որպես բնակիչ հաշվառված է, էական չէ նա այս համայնքում է, թե այն համայնքում ունի ուղիղ մեկ ձայնի իրավունք։ Իսկ ձեր այլ պնդումը, որ բնակչության ռեգիստրը հետևում է, թե ով 6 ամսից ավել բացակայեց Հայաստանի Հանրապետությունից, իրականությանը չի համապատասխանում, նման գործընթաց չկա երկրում եւ նման գործընթացի առկայությունը կվկայեր, որ երկիրը ոստիկանական պետություն է։ Չկա նման հսկողություն։ Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում ինչու է քաղաքապետը ուղղակիորեն ընտրվում։ Ես դրա մասին մանրամասն իմ ելույթում նշեցի, հիմա ստիպված եմ կարճ արձագանքել այդ հարցին։ Քաղաքականացումը տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման հարցում բարձրացնում է նաև խորհրդարանի որակը։ Եվ մեր նպատակն է եղել առավելագույնս դերակատարում վերապահել կուսակցություններին։ Դրանով է պայմանավորված, որ Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, ինչպես եւ Երևանում, եւ ավելին ես ասացի, դա է եղել մեր քաղաքականությունը, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք, ավելին սա միշտ էլ ողջունվել է նաեւ այնպիսի կառույցների կողմից, որոնք հակված են երաշխավորելու, աջակցելու, որպեսզի ամրապնդվի տեղական ինքնակառավարումը, ինչպիսին ենթադրենք Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցը։ Այնպես որ այս ամենը ուղղված է ավելի մեծ դերակատարում վերապահելու կուսակցությանը, այդ թվում թիմ ընտրությունների ժամանակ։ Այո, ես ավարտեցի։ Հրանտ Բագրատյան արձագանքման համար։ Երբ որ հարց ենք տալիս, պետք է հարցերին պատասխանել եւ չաշխատել ցրել մարդկանց։ Առաջի հարցը ռետորոբրանական չէր, առաջի հարցը կապված էր երկրորդ հարցի հետ եւ Սահմանությունը մենք հասկացել ենք այսպես, ասվել է մեզ սահմանություն ներկայացնելիս, որ կլինեն օրգանական օրենքներ, որոնց անցկացումը անհնարին կլինի մեծամասնության կողմից։ Այնպես որ ոչ մի ռետրոաբանություն դրա մեջ չկար։ Երկրորդ հարցը, որ ասում է կադաստրը բնակչության թիվը 6 ամիս չեն ֆիքսում, նույնպես ճիշտ չեք ասում, կադաստրը բավական է իր թվերը փոխանակի սահմանական ծառայության հետ, որը մուտքն ու ելքն է անում, որը ավտոմատ գոյություն ունի։ Դրա համար պարզապես պետք է ցանկություն, այլ ոչ թե ասել, որ դա մենք չենք կարողանում անել։ Երրորդը, Գյումրի եւ Վանաձորի մասով դուք մանրամասն ոչինչ չեք բացատրել, ասել եք այսպես է պետք եւ վերջ։ Մեզ չեք բացատրել, թե ինչու քաղաքում չի կարող լինել եւ առաջնային մանդատ ունեցող քաղաքապետ եւ առաջնային մանդատ ունեցող ավականի։ Շնորհակալություն։ Ցանկություն չունեի ցրելու ձեր միտքից, ցրվում է, այդ արդեն իմ մեղքը չկներեք։ Վերում է ռեգիստրին, բազմից որ սեկտ համանային հսկողության համակարգը կանոնագրային սկզբում անձը կարող է մուտք գործել Հայաստանի Հանրապետության քաղաքում անձնագրով, կարող է դուրս գալ Ռուսաստանից, Դրանք կառուցված է անձնական եւ կառուցված են երկու համակարգերը կերպով իրար հետ չեն կապվում։ Պետական եւ ուշադրություն որտեղ սահմանվում է կանոնով մեկ գտնել նման Հայաստան այն հիման վրա եւ այդ ժամանակ պահանջում եւ արտադիր յուրաքանչյուր սահման կարծիք տվյալ այլ ոչ արանեցի տաթեան սից բացակ
Հանրապետությունից ոչ Հայաստանում չունի։ Հայտնիներին, որոնք այս ազգային ժամանակ, որովհետև բոլոր կուսակցությունների առաջարկներ այն դրամատուրգ, որոնք ծանոթացել էին սեկտ համակարգին, սահմանային հսկողական համակարգին, սովորել էին այդ համակարգի հետ աշխատել, յուրաքանչյուրին տրամադրվել էր առանձին հնարավորություն օգտվելու այդ համակարգից, ինչու, որովհետև պայմանավորվել էինք, որ ազգային ժողովի, այս ազգային ժողովի ընտրության ժամանակ, եթե որևէ մեկ կուսակցություն ունենա կասկած, որ այս կամ այն ընտրողները Հայաստանի Հանրապետությունում չեն, ապա փորձ կանեն դարձյալ օգտագործելով այդ ձեռքի որոնման ռեժիմը, բայց յուրաքանչյուր անձանց հետ կապած ի հայտ բերել անձնագրերի ողջ փաթեթը, որը կարծես թե մոտ է այսինչ քաղաքացուն եւ ձեռքով համադրություններ կատարելով հանգել եզրակացության։ Այդ անձը իրականում Հայաստանից բացակայել է թե ոչ։ Այդ գործընթացը պահանջում է, ինչպես արդեն նշեցի, մարդու մասնակցություն, տևում է միջինում յուրաքանչյուր ընտրողի հետ կապված օպերատորի աշխատանքով միջինում 1.5-ից 2 րոպե, այնպես որ էլեկտրոնային համակարգ չկա։ Ինչ վերաբերում է Գյումրու եւ Վանաձորի քաղաքապետի ընտրություններին, մեկ անգամ եւս նշեմ, որ որպես քաղաքականություն վաղուց արդեն ազդարարվել է, որ մեր նպատակն է ուժեղացնելու կուսակցությունների դերակատարումը իշխանության մարմինների ձևավորման հարցում։ Լինի դա տեղական մակարդակով կամ լինի պետական մակարդակով։ Դրանով էր պայմանավորված այն, որ ընտրությունները կոնցենտրացվեցին, կենտրոնացվեցին եւ տարեկան իրականացվում են որպես կանոն 4 անգամ, որպեսզի դարձյալ կուսակցությունների դերակատարումը աճի։ Երկրորդ քայլը դա անուղղակի ընտրությունն է համայնքի ղեկավարի, երբ խոսքը վերաբերում է ոչ թե անձանց, այլ կուսակցությունները պետք է ստանձնեն պատասխանատվությունը եւ մեր կարծիքով դա շատ ճիշտ մոտեցում է, որտեղ իսկապես կուսակցություններն են, որոնք իրականացնում են երկրում քաղաքականություն։ Կան արդյոք այստեղ այլ մոտեցումներ։ Այո, կա մի մոտեցում, որը մենք հիմա դիտարկում ենք, հաշվի առնելով, որ կա Երևան, Գյումրի, Վանաձոր, որոշ դեպքերում մենք հիմա քննարկում ենք տարբերակ, որ ունենանք նաև ռեգիոնալ կուսակցության հասկացությունը, երբ ինքը բնորոշ է որոշակի տարածքին, հա։ Գյումրեցիների տարբեր կուսակցություններ կարող են լինել, որոնք ուզում են քաղաքականություն իրականացնել Գյումրու մակարդակով, այլ ոչ թե համապետական։ Մենք այդ հարցը քննարկում ենք, դա ժողովրդավարական զարգացումներից մեկն է, որը առկա է Եվրոպայում, եւ քննարկում ենք դրա ներմուծումը մեր օրենսդրության մեջ, ինչը փաթեթում դուք կնկատեք։